Ալիևը չի կարողացել ձերբակալել Կանդազին, դա այսօր անում են Հայաստանում, մայր Հայաստանում Հայաստանի իշխանությունները։ Կա նաև հակառակ կարծիքը էլի արցախցու կողմից, բայց արդեն ոչ ուժեղ Հայաստանից։ Երեկվանից իմ վրա անձնականից այնքան նամակներ եկավ, որը բացում եմ հայտնի ձայնագրությունն է, որտեղ Կանդազ մականունով հայտնի լեգենդար հետախույզը ոչ լեգենդար զորույցներ է անում, ոչ ռազվեդչիկի, ոչ բարձրաստիճան սպայի վայել զորույցներ է անում, մտածելակերպը եւ մոտիվացիան եւ ընդհանրապես քաղաքականության մոտիկացումը իր անընդունելի է։ Հիմա ինքը պետք է արդյոք գոնե զրուցում են, էլի ասի եղբայր, թե գլխավորը փողը չի, փողին թքած, մենք պետություն ենք կորցնում, մենք Արցախ կորցրինք Նիկոլի պատճառով, Հայաստանն ենք կորցնում, փողս որն է, ինչ փող, ինձ փող չի հետաքրքիր, հանուն գաղափարի գնացել եմ ես Տերյան, բայց դուք եկեք Տերյան, ծափ տալու համար։ Հասկանում եք, սենց կարալ ասել, որ ինքը ապացուցել, որ ինքը պետության մասին մտածող մարդ է։ Ասում է, արևդ կծի, մա դու ուրիշ տղա ես։ Արդյոք պատահական է գնահատականների այս տարբերությունը, ես կասեի անգամ հակադրությունը, բոլորովին, անգամ հակառակը։ Արդյոք Արթուր Ավանեսյանը չէր պատկերացնում, որ քաղաքական պայքարի մեջ մտնելով ինքը նաև քաղաքական գնահատականների համար թիրախ է դառնալու։ Վստահ եմ, որ գիտեր ի վերջո նա տասնամյակներ շարունակ շատ ավելի բարդ իրավիճակներում է կողմնորոշվել ու բառից բուն իմաստով կյանքի գին ունեցող որոշումներ է ընդունել, բազմիցս թե մարտի դաշտում, թե թշնամու թիկունքում։ Ասել, թե նա աշխարհին վարդագույն ակնոցներով նայող միամիտ գործիչ է, վիրավորական կլինի առաջին հերթին հենց իր Արթուր Ավանեսյանի համար։